Ողջույն սիրելիներս, այս անգամ ուզում եմ գլուտեն ֆրի սննդակարգից կիսվել մակարոնի պատրաստման ձևը, որը շատ-շատերի խնդրանքով եմ ուզում կատարել։ Բավականին լավ է ստացվում, շատերը ինձ գրում են, նույնիսկ փլավը մեր մոտ չի ստացվում, ինչպես եք պատրաստում, պետք է շեշտեմ, որ քանի որ իրենք գլուտեն չեն պարունակում, մի քիչ դժվար է, պետք է շատ ուշադիր լինեք։ Նախ բովելուց չպետք է շատ կարմրացնեք, որովհետև համը փոխվում է և մի տեսակ խանձրահամ է գալիս, տհաճ համ է գալի, որովհետև տեսեք ինչքան սիրուն են, այս դիրքով տերև է, մյուս դիրքով ճուտիկներ։ Իրենք իրենց համը փոխում են, որովհետև խառնուրդներ են բրնձի, գրեչկայի, չգիտեմ, ընտեղ կուկուռուզի և այլն։ Մի քիչ բովելուց հետո, թույլ բովելուց հետո, դե ցանկությունը ձերն է, կլինի կարագ, կլինի յուղ, թե բուսայուղ, ես պարտադիր բուսայուղով եմ բովում, հետո նոր ավելացնում եմ կարագ։ Իրենից մի փոքր բարձր, տեսեք մակարոնները տապակի մեջ քիչ են, բայց իրենց հավասար ջուր եմ լցնում, այսինքն եթե փոքր ամանի մեջ լինեն, կստացվի ջուրը իրենից բարձր եմ լցրել։ Այս համեմունքից եմ օգտագործելու, փլավները եփելուց պարտադիր օգտագործում եմ։ Սա դաշիրակի այդ փլավները, որ կան, այդ դաշիրակները, դրա համեմունքն է, բայց բուլյոնի համեմունք է, այսպես ասած, միշտ օգտագործում եմ, որպեսզի մակարոնի այդ պարունակության համը չեզոքացնի։ Դե վիտամինների համար էլ ավելացնում եմ գազար, հավի փափկա միս, աղ եմ անում և լավ խառնում եմ։ Եթե սիրելիներս պատրաստեի սովորական մակարոնով, այսինքն ցորենի ալյուրով պատրաստած մակարոնով, հաճախ էլ անում եմ հենց այսպես, սկզբից գազարը լավ յուղի մեջ դաղում եմ, ավելացնում եմ միսը, հետո նոր ավելացնում եմ մակարոնը ու ջուրը, փակում եմ կափարիչով, թողնում եմ եփվի։ Այստեղ տեսեք, ուրեմն քանի որ եռացել է, քանի որ այս մակարոնը պատրաստված է, ասենք, բրնձի, կուկուռուզի ալյուրից, մանրունքից և այն օսլայի հաշվին է կպնում, պատրաստված են պարտադիր օսլայով, փլավի ջուրը դառնում է շիլայանման, այսինքն թանձր է ստացվում, և երբ կնկատեք, որ փլավը կիսաեփ է, մակարոնի հատիկները կիսաեփ է, կդնեք կարագը և կանջատեք կրակի տակը։ Թողնում եք, ինքը մինչև սառելը այսպես մնում է ու ջուրը քաշում է իր մեջ։ Արդյունքում ունենում ենք ոչ լխկված, իրար չկպած համեղ փլավ։ Ահա սիրելիներս, սա եփել եմ, մնացել է, ամուսինս եկել է, նոր տաքացրել եմ։ Դե կախված մակարոնի չափից պետք է դուք իմանաք ինչքան ջուր ավելացնեք։ Եթե քիչ կլինի, եռման ավելացրեք, շարունակեք, որ այն չփչանա։ Շնորհակալ եմ դիտեցիք, կհանդիպենք նոր տեսանյութում։